Tatian's Travel-ը ներկայացնում է։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Տատյանս Travel հեռուստաշոուի հերթական թողարկումն է եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ նույնպես ձեզ համար նախապատրաստել ենք հագեցած հաղորդում եւ առաջարկելու ենք աշխարհի լավագույն հանգստավայրերը, թե զույգով մեկնելու, թե ընտանիքով եւ ինչու ոչ նաեւ մենակ։ Սիրելի հեռուստադիտողներ, ձեզանից շատ էր արդեն հասցրել են իրենց արձակուրդները վայելել, մի մասը արդեն պլանավորում են ամառվա երկրորդ հատվածի համար իրենց հանգիստը, իսկ որոշներն էլ արդեն այս պահից սկսած սկսում են իրենց ձմեռային արձակուրդի մասին մտածել եւ շատ ճիշտ են անում, որովհետեւ այդ հարցում պետք է շտապել եւ Տատյանս Travel-ը ձեզ կօգնի լավագույն արժեքներով եւ ամենահարմարավետ տարբերակով ուղևորվել ձեր նախընտրած վայրը։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, հաղորդման ընթացքում այս շաբաթ ձեզ համար նախապատրաստել ենք դեպի Puerto Vallarta փոքրիկ ուղևորություն էստեղից, մեր հեռուստաստուդիայից եւ կներկայացնենք այնտեղ շքեղ հյուրանոց ձեզ եւ դրանից հետո արդեն դեպի Ալյասկա ուղևորության մասին կխոսենք նավային եւ իհարկե Thanksgiving-ի առիթով նախապատրաստված նավային ուղևորությունը դեպի Cabo San Lucas եւ այս ամենում ինձ կօգնի Տատյանս Travel տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբինա Սարգսյանը։ Մնացեք մեզ հետ։ Առաջին անգամ Thanksgiving-ի առիթով սքանչելի շքեղ Princess նավով 5 գիշերով միացեք Tatian's Travel-ին։ Այցելեք հիանալի Cabo San Lucas, մասնակցեք անմոռանալի շոու ծրագրի սիրված ու տաղանդավոր արտիստների մասնակցությամբ։ Մարտին Մկրտչյան, Մխեյան, ինչպես նաև վայելեք սիրված դերասան Վահիկի ազնիվ ստախոսներ հումորային կատակերգությունը։ Այս սուրճը պարսկական սուրճ է։ Ոչ, կեսը։ Մեկ ամբողջ գիշեր զվարճացեք San Lucas քաղաքում։ Մանրամասների համար զանգահարեք Tatian's Travel 818 550 87 90։ Tatian's Travel-ը ներկայացնում է 7 գիշեր նավային շրջագայություն դեպի Ալասկա, հուլիսի 29-ին, օգոստոսի 13-ին եւ օգոստոսի 28-ին։ Այս հրաշալի խմբային ուղևորությունը այցելելու է Vancouver, Ketchikan, Juneau, Skagway, հոյակապ Hubbard Glacier, Victoria եւ Seward։ Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք Tatian's Travel 818 550 8790։ Tatian's Travel։ Ձեզ հետ են յուրաքանչյուր քայլափոխում։ Դենցիելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Տատյանս Travel հեռուստաշոուն, ինձ հետ տաղավարում է Ռուբինա Սարգսյանը, ողջույն Ռուբինա։ Ողջույն բոլորին։ Ես արդեն առիթ ունեցա ներկայացնել մեր հեռուստադիտողներին, թե ինչի մասին ենք խոսելու այս շաբաթ եւ նշեցի, որ մենք սկսենք Puerto Vallarta-ից շքեղ այս հանգստյան վայրից, որը Մեքսիկայում է գտնվում, Խաղաղ օվկիանոսի ափերով է ողողված մի դրախտավայր հիշեցնող գեղեցիկ տեղ է սա եւ ամենահին Մեքսիկայում գտնվող եւ մարդկանց կողմից ամենասիրված հանգստավայրերից է եւ լողափերից է այնտեղ, մարդիկ շատ հնուց, շատ են սիրում այնտեղ ժամանակ անցկացնել, հարուստ է թե հյուրանոցային համալիրներով գեղեցիկ եւ դրանցից մեկը ես եւ Ռուբինան ձեզ կներկայացնենք քիչ ավելի ուշ, եւ թե նաեւ գիշերային կյանքը շատ ակտիվ է այնտեղ, ինչպես նաեւ կան էքստրեմալ ժամանցի սիրահարների համար zip lining եւ ջրային մի շարք սպորտաձևեր դելֆինների հետ կարող եք լողալ այնտեղ, ձկնորսությամբ զբաղվել եւ այլն եւ իհարկե Puerto Vallarta-ի մասին խոսելիս կցանկանայի նշել նաեւ այնտեղի համեղ կերակուրները, մեքսիկական ուտեստները հիացած են թողնելու ձեզ բոլորիդ, այնպես որ սա իսկապես արձակուրդները անցկացնելու լավագույն վայրերից է եւ հաջորդ հարցս Ռուբինա քեզ ուղեմ, քանի որ գիտեմ որ Tatian's Travel-ը նաեւ զբաղվում է destination wedding-ներով, այս վայրը խորհուրդ ես տալիս ընտրել այդ տեսանկյունից։ Անշուշտ ինքը ունի տարբեր ծովափներ, նամանավանդ հյուրանոցներ, որը իրանք արդեն ապահովում են նման ծրագրերը, destination wedding-ները շատ ընդունված է հիմա, մեր հայերն էլ արդեն բավականի թե ծախսը ավելի քիչ է լինում, թե համ արձակուրդ է լինում, ընտանիքը հավաքվում են, ամեն ինչը մետեղ է լինում, Puerto Vallarta-ն հայտնի է, ինքը կոչվում է իր Banderas Bay-ը, ինչու են ասում Banderas Bay, որովհետև շրջաշուրջ սարա եւ այդ բեյի նման է, ինքը ունի տարբեր, ինչպես ասեմ, լողափներ, Mismaloya Beach ունի եւ ունի Nueva Vallarta-ն ունի, Nueva Mitjan ունի, տարբեր ծովափներ ունի եւ գնալով որ աճելա տարբեր հյուրանոցներ են այնտեղ կառուցել
Նամանավան այս շաբաթ որոշել ենք խոսենք Հայաթ Զիվայի մասին, ինքը ժամանակից ինքը Միզմոլայա Բեյի վրա է եւ ժամանակից այդ հյուրանոցը եղել է Քեմինորիալ, որ Հայաթը ինքը գնել է եւ վերանորոգել են ու դարձրել են Հայաթ Զիվա, ինքը all-inclusive հյուրանոց է, ունի 5 ճաշարաններ, շատ կարևոր է, երբ որ դուք ընտրում եք հյուրանոց, նամանավան all-inclusive եք ուզում գնաք, տեսնեք քանի հատ ճաշարան ունի, քանի որ բացի իրանց բաֆեն ունեն à la carte իրանց ճաշարանները, ձեզի արիթ է տալի ամեն գիշեր, ուրեմն տարբեր մի խոհանոց ճաշակեք եւ տեսնեք թե ինչ է կատարվում այդտեղ, ունի 7 հատ տարբեր swimming pool-եր եւ ինչպես ինքը ունի infinity pool-եր ունի, gym ունի եւ նաեւ tour desk ունի, այնպես որ հյուրանոցում որ մնում եք, դուք կարող եք իրանց հետ կապվել tour desk-ին եւ ընտրեք թե ինչ տարբեր activity-ներ եք ուզում կատարեք հյուրանոցից դուրս։ Մի բան գոզեի նշել, որ քանի որ all-inclusive եք գնում, ձեզի մի սահմանափակեք եւ արիթը տվեք, որ գոնե մեկ անգամ հյուրանոցից դուրս գաք եւ այցելեք տարբեր ճաշարաններ, քանի որ ինքը Puerto Vallarta-ն ավելի բլուրային է, բլուրի վրա ունի շատ գեղեցիկ seafood ռեստորաններ, որը եթե այսպես նայեք, չգիտեք, կարծում եք միայն իրանց տներն է, բայց այդ բստիկ տների մեջ ունեն շատ ընտիր ճաշարաններ եւ խորհուրդ կտայի, որ գնայիք եւ ինքներդ էլ ձեզ համար ընտրեիք եւ տեսնեիք թե ինչ է կատարվում հյուրանոցից դուրս։ Հյուրանոցները ինչքան էլ լավը լինեն, նույն խոհանոցը չեք դուք ճաշակում, ինչ որ դուրս եք գալի հյուրանոցից activity-ները, Puerto Vallarta-ի լավությունը նա է, որ ամեն օր non-stop ուղակի չվերթներ կան եւ ուղակի 2 ժամ 45 րոպե է ստեղից թրիշկի տևողությունը, այնպես երբ որ երեխաներ ունեք կամ ուզում եք վիկենդի արձակուրդ անցկացնեք, ոչ թե ընդհանուր մեկ շաբաթվա, ինքը այդ առիթը ձեզի տալիս է, առանց որ այդքան երկար թրիշկ ժամ կորցնեք, կարողանաք մի 2-3 օր այստեղից կտրվել եւ հանգիստ ձեր բերել ու լավը զգաք ձեզ։ Այո։ Եվ իհարկե եղանակը նույնպես շատ բարենպաստ է ողջ տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում։ Climate, it's a tropical climate, անշուշտ իրանց անձրևային սեզոնը մեր ամառն է լինում հունիսից մինչև հոկտեմբեր է, չի նշանակում որ այստեղի նման այդպես ուժեղ անձրև է, it's a tropical rain, տաք անձրևներ են, որ նույնիսկ անձրևի ժամանակ լողանում են, զբոսնում են, դրսում են ամառային նույն շորերով, ոչ մի տարբերություն։ Տարբերություն չունի, ուղղակի ավելի խոնավ է եղանակը այդ պահանը, անշուշտ ձմեռը իրանց high season-ն է, քանի որ մեր մոտ, այսինքն ցուրտ է եւ իրանց մոտ ճիշտ կլիմատն է եւ այդ խոնավությունը չկա։ Ուրեմն հյուրանոցային պահերը ընդհանրապես գնային պահով ավելի թանկ են լինում ձմեռը, քան ամառը։ Ամառը ինչու է գները բարձրանում, քանի որ ընտանեկան են ճամփորդում ու սահմանափակում են արձակուրդի երեխաները դպրոցից միասին կարող ենք դիտենք Հայաթ Զիվայի մասին այս տեսանյութը եւ հետ կվերադառնանք։
Սիրելի հեռուստադիտողներ, վերադարձանք տրոպիկական բնությունով հարուստ Պուերտո Վայարտայից, իսկ այժմ արդեն ուղևորվում ենք միասին դեպի չքնաղ Ալյասկա։ Ալյասկայի մասին փոքրիկ պատմական ակնարկ, դեռևս 1867 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանից գնեցին այս հսկայական հողատարածքը ընդամենը 7.2 միլիոն դոլարով, ինչը նշանակում է, որ ամեն acre-ի համար 2 սենտ ընդամենը վճարեցին եւ սա Ամերիկայի համար ուղղակի բինգո, այսպես ասած։ Այո, ռուսները տարիներ հետո իրանք զգացին, թե ինչ մեծ բան են կորցրել, քանի որ Ալյասկան հարուստ է բացի իր հանքայինը, նաև oil, petroleum եւ նաև ձկներենով։ Իրոք իրանք մեծ կորուստ են ունեցել այս վաճառելը Ամերիկային այդ գնով։ Եվ տեղի այդ հատվածը ամենանոսր բնակեցվածն է եւ այդ է հենց պատճառը, որ այնտեղի բնությունը շատ վայրեր մարդու ոտքը անգամ որոշ տեղեր չի դիպչել եւ դրանով այնքան չքնաղ ու գեղեցիկ են պահպանել է բնությունը իր կուսությունը եւ հրապուրում է մարդկանց տարեցտարի հիմա զբոսաշրջիկներին, որպեսզի գնան եւ գոնե հեռվից տեսնեն այդ գեղեցիկ տեսարանները։ Դրա համար Ալյասկայի ընդհանրապես ճամփորդությունը իր ժամկետը cruise-ները շատ կարճ է, seasonal է, մայիսից սկսում է մինչև սեպտեմբեր, որտեղ հետո արդեն նավերը չեն կարող բարձրանան, այդ iceberg-երն է լինում եւ ապահով չի նավերի համար այդ ճանապարհը բարձրանալու։ Այդ առիթով էլ մենք ունենք տարբեր խմբային ճամփորդություն դեպի Ալյասկա եւ այս տարի նորեն ավելացրել ենք մեկ հատ եւս Ալյասկայի cruise օգոստոս 27-ի համար ունենք այստեղից գնում է Seattle եւ Seattle-ից նավը ճանապարհվում է այցելում է Ketchikan, Juneau, Skagway եւ վերադարձին Victoria, որը Կանադայի կապ ունի փաստաթուղթային տեսակետով անպայման կարիք ունեք ձեր passport-ը, քանի որ Ալյասկան Ամերիկային կապ ունի, բայց քանի որ նավը կանգ առնում Վիկտորիայում, անպայման կարիք ունեք ձեր փաստաթուղթերը ճիշտ լինի։ Խմբային տեսակետով հարմար է, tour guide-ը ձեր հետ է եւ շրջապտույտի ընթացքում ձեզ կարող են առաջարկեն, թե որտեղ որ կանգնում է տարբեր պտույտները, ինչ կա հարմար է, որ միասին այդ տեսարժան վայրերը միասին այցելեք եւ լավ զգաք ձեզի։ Ունենք փոքրիկ տեսանյութ ընդհանուր Ալյասկայի մասին, միասին գտիտենք եւ հետ կվերադառնանք։ Wilderness that climbs to the heavens, spectacular Ice Age wonders, places teeming with incredible and colorful history, and some of the most interesting locals you'll ever see. Alaska is the great land. Sailing between Whittier and Vancouver, British Columbia, we call at 3 of Alaska's most popular ports, each one filled with gold rush history, native culture, wildlife, and thrilling adventures. Tatian's Travel-ը ներկայացնում է 7 գիշեր նավային շրջագայություն դեպի Ալյասկա, հուլիսի 29-ին, օգոստոսի 13-ին եւ օգոստոսի 28-ին։ Այս հրաշալի խմբային ուղևորությունը այցելելու է Vancouver, Ketchikan, Juneau, Skagway, հոյակապ Hubbard Glacier, Victoria եւ Seward։ Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք Tatian's Travel 818 550 8790։ Tatian's Travel, ձեզ հետ են յուրաքանչյուր քայլափոխում։ Եվ այսպես ելի հեռուստադիտողներ, այժմ արդեն անցնենք Tatian's Travel-ի կողմից կազմակերպող խմբային ուղևորություններին եւ ես իմ կողմից կարող եմ նշել, որ բազմիցս արդեն մասնակցել եմ այդ խմբային ուղևորություններին եւ մեծ բավականություն եմ ստացել եւ համոզվել ինչքան մեծ պրոֆեսիոնալիզմով եւ ամեն մանրուքը ուշադիր հետևելով է կազմակերպում այն ամենը եւ կնշեմ նաեւ իհարկե entertainment-ի հատվածը, որովհետեւ համերգային մասը, որը որ կազմակերպվում է ձեզ համար, մեկ վայրում մի ամբողջ շոու ծրագիր է լինի երաժշտություն, թատրոն, ներկայացում, մի խոսքով մի բան է, որ պետք է անպայման մասնակցել։ Այս անգամ Fourth of July-ի համար մի քիչ տարբեր է մեր ծրագիրը, ավելի երաժշտական պահով էր, որը բավականի տարբեր ամեն տարիքի իհարկե կային փորձառություններ, շատ հաճելի էր, հաջորդ մեր ծրագրերին այդ նյութներ ունենք, որ կցուցադրենք եւ կհամոզվեմ, որ ժողովուրդները կտեսեն, թե հաջորդ տարվա համար հիմիկվանից կարող են արդեն արձանագրվեն։ Իսկ ինչ գիտես, ամեն մեր cruise-ները, որ կատարում ենք entertainment-ով,
ունենք երաժշտական եւ թատերային պահ։ Այս պահին ունենք հատուկ footage մեր անցյալ մայրերի օրվա cruise-ից, ուղղակի որ տեսնեք թե ինչ է կատարվում, ժողովուրդը ինչպես են ուրախանում եւ ինչպես են անցկացնում միասին, որը հետ կվերադառնանք եւ կխոսենք մեր Thanksgiving-ի cruise-ի մասին, թե ինչեր է սպասում այդ cruise-ում ու այսին մի փոքր ինչպես համտես է ձեր համար, թե ինչ կարող եք սպասել։ Այո, ինչ ակնկալեք հաջորդ նավային ուղևորությունից։ Լսել որ Գլենդելում ավտոներ կա, որ առանցի վարորդ հետում է Գլենոքսի վրա։ Մարդիկ ուղարկի։ Եկա Գլենոքսը կողպան նայեցին այս ավտոները ինչ է հետում առանց վարորդ։ Հետո եկան սա մեր հայ երիտասարդներն են, պարկեր են քշում է։ Հայաստան, ուրեմն ամնեստում, քեզ իմ ոգին կգամ, իմ բարեկամ։ Հայաստան, ուրեմն ամնեստում, քեզ իմ ոգին կգամ, իմ բարեկամ։ Առաջին անգամ Thanksgiving-ի առիթով սքանչելի շքեղ Princess նավով 5 գիշերով միացեք Tatian's Traveling։ Այցելեք հիանալի Cabo San Lucas, մասնակցեք անմոռանալի շոու ծրագրի սիրված ու տաղանդավոր արտիստների մասնակցությամբ։ Մարտին Մկրտչյան, Սոֆի Մխեյան, ինչպես նաև վայելեք սիրված դերասան Վահիկի ազնիվ ստախոսներ հումորային կատակերգությունը։ Այս սուրճը պարսկական սուրճ է։ Ոչ, կեսը։ Մեկ ամբողջ գիշեր զվարճացեք Սան Լուկաս քաղաքում։ Մանրամասների համար զանգահարեք Tatian's Travel 818 550 87 90։ Միասին դիտեցինք Mother's Day cruise-ից մի փոքրիկ հատված եւ որը կարծես խոստում լիներ, որ նոյեմբերին Thanksgiving-ի առիթով ել ավելի լավ տրամադրությունով է անցնելու կամ վստահաբար գոնե այդպես անցնելու է նավային ուղևորությունը, բայց իհարկե շատ տարբեր, որովհետեւ Ռուբինան այս անգամ ուրիշ արտիստներ է ընտրել համերգի տեսանկյունից, ուրիշ երգիչներ են եւ այս անգամ նրանք Հայաստանից են, որը նաեւ Ուրեմն այս որոշեցին, քանի որ ինքը 5 գիշերվա cruise է եւ միշտ այս ուղևորությունը չի կատարվում Լոս Անջելեսից եւ սա Princess Cruise-ի վրա է եւ կանգնելու ենք Cabo San Lucas, մեկ գիշեր մնալու ենք, մտածեցինք թե մի քիչ տարբեր լինի, անշուշտ մեր թատերային հումորայինը միշտ Վահիկն է, այս անգամ նաեւ իր ամենասիրված թատրոններից մեկը ազնիվ ստախոսներն է լինելու։ Իսկ համերգային պահով մտածեցինք ինչ անենք մի քիչ տարբեր եւ ստացվեց այնպես, որ ընտրությունը կանգնավ Մարտին Մկրտչյանի եւ Սոֆի Մխեյանի վրա։ Այս երկու արտիստները երկուսն էլ շատ տաղանդավոր են, երկուսն էլ անչափ սիրված եւ սպասված են։ Հիմա արդեն նրանց հետ առիթ կունենաք ուղևորվել դեպի Cabo San Lucas եւ նավով ուղևորությունը լրիվ տարբեր է լինելու։ Իրանց համար ինչպես գիտես եւ ինչպես տեսանք անցյալ այս տեսանյութից սիրում են ժողովուրդը ժամ անցկացնել մեր արտիստների հետ եւ շատ ավելի sense ընտանեկան համերգ, չգիտեմ, հաճելի է լինում, այնպես միշտ համերգներից հետո ստե ժամ չեն ունենում մոտենան, եթե ժամը լինում շատ արագ պահով, արագ նկարվեն կամ հերվիս նկարեն, կամ աշխատում են մոտենան security-ին չի թույլատրում։ Իսկ նավի մեջ մտածեք դուք 5 օր այս ժողովուրդը ամենը միացնեք եւ ամեն ձևի առիթ կա, որ իրանց հետ խոսեք, նկարվեք, հանդիպեք, ամեն ձևի ունենալու ենք ընթրիկի ժամը, ինչպես միշտ միասին, նաեւ cruise-ի ընթացքում աշխատում ենք դասավորենք սեմինարներ, թե առողջապահական, թե տարբեր նյութերի, սա տարբեր է լինելու, քանի որ մենք 5 օր ենք նավի վրա եւ 2 օրը լրիվ
ջուրի վրա լինելու ու տարբեր զբաղմունքներ ստեղծենք, որ ժողովրդի համար էլ հաճելի լինի եւ զգան մի բան ստացել են այս կրուզից։ Եվ այո, այս կրուզի մասին նաև կցանկանայի նշել Շքեղ Princess նավը, որը շատ առանձնահատուկ գեղեցկությամբ է փայլելու եւ Ռուբինա շատ ավելի մեծ է, չէ՞, եթե ինքը 3000 հոգի է տանում քաբիների տեսակետից ունի արդեն balcony եւ mini suite եւ suite կատեգորիներ, քանի որ միշտ կարնավալով որ ճամփորդում եք երեկոյա կրուզները balcony կատեգորի ունի եւ միշտ մեզանից հարցնում եք թե ինչպես կատեգորի, այսինքն balcony ենք ուզում եւ պիտի suite գնեն, որ կարողանան balcony ունեն։ Այս տավը այդ նավն է, որ ձեզ արիթա տալի որ balcony-ով սենյակներ ունենաք եւ նաեւ նավը Քաբոյում մեկ գիշեր լրիվ մնում է Cabo San Lucas, այնպես որ Cabo San Lucas-ում կարող եք իջնել գիշերը, եթե այնտեղ ծրագիրներ կա, կլաբներ կա, մասնակցեք, հետ կաք ազատալինելու այդ երթուդարձը ինքը նավակներ կա, որ դանում է ապ եւ հետա վերադարձում։ Ամբողջ գիշերվա ընթացքում։ Ամբողջ գիշերվա ընթացքում։ Սա հիանալի է։ Ունենք տեսանյութ Ռուբինա։ Ունենք տեսանյութ, որը հատուկ ձեզ համար տվել ենք հայերենով թարգմանեն, որը բացատրում է նավի մասին, միասին կարող ենք դիտենք եւ հետ կվերադառնանք։ 2006 թվականին գործարկված Crown Princess շքեղ նավը խորհրդանշում է բարձր ճաշակ եւ նրբագեղություն։ 5-րդ տախտակամածի վրա է գտնվում Պիացան, նավի սիրտը։ Այստեղ նավի բազմաթիվ հյուրերի հետ միասին դուք հնարավորություն կունենաք օգտվել մի շարք զվարճալիքներից, այդ թվում դիտել կենդանի շոուն եւ վայելել սրճարաններին հատուկ եթերային մթնոլորտը։ Wines բարում ձեզ են սպասում գինու, տապասի եւ թարմ սուշիի ֆանտաստիկ տեսականիները։ Իսկ ինչու չփորձել որևէ համեղ ուտեստ Գողտրիկ սրճարանում։ Նավի կենտրոնական հատվածից դուրս գործում է 3 տարբեր ռեստորան, որտեղ նույնպես կարող եք գայթակղության ենթարկել ձեր համային զգայարանները, ընտրությունն էլ ավելի մեծ է ստորին տախտակամածի վրա գտնվող շքեղ ռեստորանում, որտեղ շեշտը դրված է մսային ուտեստների վրա։ Համեղ ընթրիքից բացի այստեղ առաջարկվում է նաև խոհարարական շոու, 16-րդ տախտակամածի ետնամասում տեղ է գտել տոնական հանդիսությունների համար նախատեսված Սաբադինիս ռեստորանը։ Հանգիստը լիարժեք ու առավել հաճելի են դարձնում քաղցրահամ ջրով լցված հրապուրիչ լողավազանները։ Կլիպսո կենտրոնական լողավազանը գերազանց տարբերակ է թե ցերեկային, թե գիշերային հանգստի եւ հատկապես բաց երկնքի ներքո կինոդիտման համար։ Sanctuary կոչվող խաղաղանկյունը բացառապես նախատեսված է չափահասների համար։ Խորը շունչ քաշեք եւ վայելեք Անդորը։ Ծովի վրա գիշերը զվարճանալու ժամանակ է եւ հաշվի առնելով այդ նավի վրա ստեղծվել են ժամանցի վայրեր ամենատարբեր նախասիրություններով մարդկանց համար։ Դաշնամուրի նրբագեղ Adagio բարը կատարյալ վայր է մի բաժակ գերազանց խմիչք վայելելու եւ ընթրիքից առաջ կամ հետո հանգիստ առնելու համար։ Explorers անունը կրող lounge բարում զվարճանքները երբեք չեն կրկնվում։ Իսկ Club Fusion ժամանցի վայրը մեկ հարկի տակ ներառում է գիշերային ակումբ, կաբարե եւ կազինոյի սրահ։ Ընդհանրակ կազինոյում առաջարկվում են ինչպես տարածված սեղանի խաղեր, այնպես էլ ամենավերջին գրավիչ սլոթներ։ Princess Theatre ռոմանտիկ սրահում կարող եք վայելել շլացուցիչ օրիգինալ շոուներ։ Բացառիկ ժամանցի այս բոլոր տարբերակների կողքին Crown Princess-ն առաջարկում է նաև գրավիչ նավասենյակների մեծ ընտրություն, ինչը կգոհացնի անգամ ամենախստապահանջ հյուրերին։ Առավել մատչելի են նավի ներսի հատվածում գտնվող նավախցերը, թեև դրանք եւս հագեցած են բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Օվկիանոսին նայող կլոր պատուհաններով նավախցերը խոստանում են հաճելի հանգիստ եւ հրաշագեղ տեսարան։ Ծովային մաքուր օդը եւ անծայրածիր տեսարանն անտարբեր չեն թողնի ոչ մեկին։ Հոյակապ տարբերակ կարող է լինել նաեւ պատշգամբով նավախոցը։ Հաշվանդամություն ունեցող հյուրերի համար առաջարկվում են հատուկ սենյակներ, որոնք նախագծված են մաքսիմալ հարմարավետություն եւ հասանելիություն ապահովելու համար։ Crown Princess-ը ստեղծված է ձեզ անմոռանալի արձակուրդ նվիրելու համար։ Սա իսկապես այն նավն է, որը կարող է օգնել ձեզ տուն վերադառնալ վերածնված։ Ուրեմն ինչպես տեսակ սա տարբեր նավ է Princess Cruise Line-ը եւ բավականին շքեղ է, իր մասին լսեցիք եւ հույսով եմ, որ ձեզի բավարարեց, հիմա կարող եք զանգահարել եւ ապահովեք ձեր քաբիները, քանի որ մեր 3 եւ 4 հոգանոց քաբիները արդեն վաճառված են եւ ունենք
միայն բալկոնի եւ մինի սուիտներ, որ կարող են 3 եւ 4 հոգու ապահովել։ Ունենք դեր քաբիներ, որ 2 հոգանոց են, առանց պատուհանի, պատուհանով ամեն կարգի քաբիները ունենք 2 հոգանոց, բայց նորեն տեղերը սահմանափակ են եւ ինչքան շուտ ապահովեք ձեր տեղերը, այդքան դուք հնարավորություն ունեք ձեր ուզած քաբիները ստանալ։ Այո, շտապեք սիրելի հեռուստադիտողներ, արդեն այս պահից սկսած ապահովեք ձեր տեղերը, կազմակերպեք ձեր արձակուրդը, հանգիստը, weekend-ը Thanksgiving-ի առիթով, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալու այս շաբաթ շատ բովանդակ հաղորդում ենք ձեզ համար նախապատրաստել, հուսամ որ ճիշտ ընտրություն կկատարեք եւ չմոռանամ նաեւ նշել, որ Տատյան's Travel-ը ձեզ հետ է յուրաքանչյուր քայլափոխում։ We are with you every step of the way. Կհանդիպենք հաջորդ շաբաթ, հաջողություն։ Tatian's Travel 818 550 87 90